Իսկ ոնց ստացվեց, որ եկաք HR ոլորտ։ Ինչպես արեցիք այդ ընտրությունը։ Մենք գործ ունենք այսօր աշխատակիցների ընկալման ճարտարապետության հետ։ Սկսել եք 10 տարի առաջ, այսօր թիմի ղեկավար եք։ Ինչպես է ձեր առաջնորդության մոտեցումները փոխվել։ Մի քիչ վախենալու է այդ անընդհատ գնալ ամեն ինչ չափելու ճանապարհով։ HR-ի դիլեման ո՞րն է, Էման ջան, ամենամեծ, հա։ Ինչու են ընկերությունները կրճատում իրենց թիմակիցներին, դա այդքան էլ մարդակենտրոն չի, բայց եթե չկրճատեն թիմակիցներին, ամբողջ բիզնեսը կարա խնդիրներ ունենա։ Երևի թե բոլոր դիլեմաների շքեղությունը կայանում է նրանում, որ իրականում դիլեմաներ չկան։ Okay։ Եվ դրանք երկարաժամկետում նույն բանի մասին են։ Ողջույն բոլորին, ես Լուիզան եմ Ստաֆեմից, բարի գալուստ Beyond Podcast։ Այսօր ունեմ շատ հետաքրքիր հյուր եւ թեման էլ մեզ բոլորիս, մեզ ասլով Ստաֆեմ էկոհամակարգին, շատ հարազատ թեմա է HR-ի, կորպորատիվ մշակույթի եւ կարիերայի մասին։ Խնդրեմ դիմավորեք իմ հյուրին, Էմա Դանիելյան։ Էման հանդիսանում է Աթենք ընկերության կորպորատիվ մշակույթի կառավարման բաժնի ղեկավար։ Էմա ջան, ողջույն։ Ողջույն։ Շնորհակալ եմ շատ ինձ հյուրընկալվելու համար։ Շատ ուրախ եմ, որ այսօր առիթ ենք ունենալու շփվել, խոսել ձեր կարիերայի մասին, Աթենք ընկերության մասին։ Ես հիշում եմ, որ մի քանի տարի առաջ, երբ կոവിഡից հետո օֆլայն հանդիպումներ չէին լինում, Ստաֆեմը ուներ շարք վեբինարների, մի քանի շարք այդ տարի արեցինք, եթե չեմ սխալվում, 20-ից 21-ին։ Ու դրանցից մեկին մասնակցում եք դուք ու այնպես տպավորվել էր ինձ մոտ, թե եթե չեմ սխալվում, անալիտիկայի մասին էինք, այդ դրան էր վերաբերվում այդ վեբինարը եւ բավականին շատ ակտիվ մասնակցեցիք եւ կորպորատիվ մշակույթի մասին հետո խոսեցինք եւ այդ ամեն ինչը ուրախ եմ, որ այսօր այսպիսի հնարավորություն կա ձեզ հետ տետա-տետ, այսպես ասած, առանձին անհատական զրույց ունենալու։ Բարի գալուստ Beyond Podcast։ Լուիզա ջան, շնորհակալ եմ շատ, ինչ լավ բան հիշեցիք, նոստալգիա առաջացրեցիք։ Շատ շնորհակալ եմ հրավերի, իրականում մեծ սպասումով եմ մեր զրույցը տեսնենք ինչպես կստացվի, վստահ եմ շատ հետաքրքիր։ Այն ժամանակ, եթե չեմ սխալվում, նոր էիք միացել կամ համեմատաբար նոր էիք Աթենքին միացել եւ փաստացի բավականին երկար արդեն Աթենք ընկերությունում եք եւ ընկերությունը լուրջ տրանսֆորմացիաներ անցել եւ իր առաջատարի դիրքը շարունակաբար պահում է եւ ավելի նոր ձեռքբերումներ է գրանցում։ Որն է մեկ ընկերությունում երկար աշխատելու գաղտնիք, ասեմ, երևի որովհետեւ հատկապես երիտասարդների շրջանում այսօր այդքան էլ ընդունված չի երկար ժամանակ ինչ-որ մի ընկերությունում աշխատելու եւ կարիերան այնտեղ կառուցելու։ Շատ ակտուալ հարց եք տալիս, Լուիզա, իրականում ես այդ հարցը բազմիցս լսել եմ եւ շարունակում եմ լսել։ Իրականում Աթենքը իմ առաջին եւ միակ գործատունն է։ Առնվազն մասնագիտական առումով, դրանից առաջ ունեցել եմ իհարկե փորձառություններ, բայց մասնագիտական առաջին փորձառությունն է Աթենքում որպես հենց HR մասնագետ։ Արդեն 11-ից ավել տարի է Աթենքում եմ, Լուիզա, եւ տեսեք, սա իրականում ոչ թե չփոխելու որոշում է կամ որոշում չկայացնել է, այլ ամեն օր մնալու որոշում է իմ կողմից, որովհետեւ այս ճանապարհը, որ մենք անցել ենք Աթենքի հետ, դրա շնորհիվ ձևավորվել են այնպիսի հարաբերություններ Աթենքի հետ։ Ես հիմա Աթենքը ընկալում եմ որպես անձ։ Անկեղծ, դա ուղղակի այսպես անդեմ ինչ որ ընկերություն չէ ինձ համար, այլ ինձ հարազատ ինչ որ անձ է։ Ում հետ ես ունեմ ճանապարհ անցած, ում հետ այո ունեմ կապվածություն, ում առաջ ունեմ պատասխանատվություն, ում նկատմամբ ունեմ զգացողություններ, անկեղծ կլինեմ ու կասեմ, որ իրական եղել են ընթացքում հատվածներ, երբ որ մտածել եմ, միգուցե արդեն շատ է նույն ընկերությունում, միգուցե կարիերայի զարգացման համար ինչ որ այլ փորձառություն է ինձ պետք, միգուցե, բայց ինչը ինձ ստիպել է, որ շարունակեմ մնալ Աթենքում, այն որ անընդհատ նոր մարտահրավերներ են եղել։ Ես պարզապես չեմ հասցրել հոգնել ինչ որ մի բանից, դա տեսեք թվում է թե նույն տեղում եմ ես 10 տարի, բայց անկեղծ ես այդ զգացողությունը չունեմ։ Որովհետև անընդհատ փոփոխվում է, անընդհատ նոր մարտահրավերներ են, անընդհատ դու ունես ստեղծագործելու ազատություն եւ ինչա էլ մարդուն պետք հրաշալի կարիերա ունենալու համար։
Ասեցիք, որ ասոցացնում եք անձի հետ աթենքին։ Մի երկու բառով կնկարագրեք այդ անձին ինչպիսին է։ Շատ հակասական իրականում։ Միաժամանակ եւ իմաստուն ծերունու կերպար ինձ համար եւ խանդավառ երիտասարդի։ Տղամարդ է երևի թե։ Էմմա ջան, վերջին տարիներին երևի կարելի ասել տենց արդեն բավականին շատ, հա, այդ չի կարելի համարել նորություն, որ մարդկային ռեսուրսներ բառը այդ տերմին չասեմ, այդ եզրույթը, չգիտեմ, այսինքն այդ գաղափարը վերափոխվում է, դառնում է ավելի մարդիկ, մշակույթ, ոչ թե ռեսուրս, այլ հենց կոնկրետ մարդիկ ու կորպորատիվ մշակույթն էլ ավելի դեպի մշակույթ, արդյոք բավականին երկար փաստացի HR-ում եք, հա, 10 եւ ավելի տարի, արդյոք միայն այդ տերմինն է փոխվել, թե ռեալ զգում եք ընկերություններում, որ այդ տրանսֆորմացիան կա HR-ի դերի, HR ղեկավարի դերի, HR բաժնի դերի, այդ մասով ինչ կասեք։ Տեսեք, կոնկրետ մեր ընկերությունում իրականում միշտ տեղի ունենում բովանդակային փոփոխությունը, այնուհետև դրան ձև ենք տալիս։ Մյուս ընկերությունների մասով երևի թե շատ տեղեկացված չեմ, որ կարծիք հայտնեմ, բայց հույս եմ հայտնում այն առնվազն, որ բովանդակային եւ մտածողության փոփոխություն է տեղի ունեցել եւ ոչ թե միայն անվանման փոփոխություն, կարծում եմ, հուսով եմ, որ դա ուղղակի ռեբրենդինգ չէ HR-ի, այլ իրական մտածողության փոփոխություն, որովհետև ըստ էության կառավարման գիտակարգի էվոլյուցիան է նույն։ Այն ժամանակ, եթե խոսում էինք ուղղակի մարդկային ռեսուրսից, այսինքն քանակական ռեսուրսից, հա, այսքան մարդ է պետք է համակարգում, որովհետեւ այս գործը գլուխ բերենք։ Հետագայում, երբ որ արդեն իհայտ եկավ մարդկային փոխհարաբերությունների տեսությունը, հասկացանք, գիտությունը հասկացավ, որ պարզապես ռեսուրսը բավարար չէ, էական նշանակություն ունի նաև այն միջավայրը, թե որտեղ է այդ ռեսուրսը գտնվում եւ որտեղ է աշխատում։ Իսկ հետո արդեն այս ժամանակակից դարաշրջանում մենք հասկանում ենք, որ ոչ միայն կարևոր է միջավայրը եւ չկան ինչ-որ մարդիկ, ովքեր պետք է այդ միջավայրը կառուցեն եւ մարդիկ, ովքեր այդ միջավայրում պիտի աշխատեն, այլ սրանք մեկտեղված են։ Այն մարդիկ, ովքեր աշխատում են, իրենք իսկ ստեղծում են այն միջավայրը, որտեղ իրենք աշխատում են։ Հա, մենք այդ միջավայրի մասին տենց կարծում ենք, որ ինքը առանձին իր կյանքով է ապրում, թիմակիցները, ընկերության աշխատակիցները իրանց, բայց այդ ամեն օր մենք բոլորս կերտում ենք այն միջավայրը եւ փաստացի այն մշակույթը, որտեղ որ աշխատում ենք եւ փաստացի օրվա մեծ մասը անցկացնում ենք։ Ես HR-ի մասով ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ այլ երկրների պրակտիկաներին եմ բավականին լավ ծանոթ եւ գիտեք հատկապես զարգացած երկրներում մի տեսակ HR-ի ֆունկցիան կարծես շատ մի քիչ այլ դերում է, քան Հայաստանում։ Եվ ասեմ, որ Հայաստանում շատ ավելի լավ դերում եւ լավ վիճակում է, այն առումով, որ շատ ընկերություններում, հատկապես վերջին տարիներին, բավականին կարևորվում է HR-ի դերը այն առումով, որ մարդկանց ինչպես պետքա ճիշտ օգնել, ուղղորդել եւ այլն։ Եվ եթե համեմատենք օրինակ, չգիտեմ, զարգացած երկրների HR-ն, շատ ժամանակ այնտեղ ոնց որ տենց HR-ը ինչ որ օպերացիոն գործառնական խնդիր լուծող է եւ աշխատակիցների տեսանկյունից ընկերության միշտ չի որ հասկանում են ինչի է։ Չգիտեմ, HR-ն էս մի բանն ասեց, HR-ն են մի HR-ը, այսինքն միշտ չի որ այդ համագործակցությունը զգացվում է։ Կուզենամ աթենքի օրինակով բերեք, մենք շատ ենք համագործակցում Staff AM-ի շրջանակներում աթենքի հետ եւ կասեմ, որ ամենակուր HR թիմերից մեկն է աթենքի։ Ուզում եմ մի փոքր հենց ներսից ձեր թիմի դերը ընկերության մեջ խոսեք, պատմեք, հասկանանք ոնց է եւ գուցե երկու գաղտնիքով կիսվեք ինչի է այդպես։ Ես իսկապես անհատ որպես շատ հետաքրքրված եմ դրանով։ Շնորհակալ եմ շատ։ Մեր թիմը իսկապես շատ լավն է եւ սա ուղղակի խոսքեր չեն, պաստառ չէ, այլ իրականում ես այդպես եմ զգում։ Արդեն 20 հոգուց է բաղկացած։ Այո, բավականին մեծ, ամենամեծ թիմերից մեկն է իրականում Հայաստանի HR տեսանկյունից։ Տեսեք, Լուիզա, միանշանակ չի ընկալումը։ Կխաբեմ, եթե ասեմ, որ բոլորը կարծում են, որ HR-ը հրաշալի հիմա իր աջակիցն է։ Բնականաբար 1600 հոգանոց ընկերությունում շատ տարատեսակ կարծիքներ կարող են լինել, բայց մի բանում եմ վստահ, որ
կարևորը HR թիմը գիտի, թե ինքը ինչ դեր ունի։ Իրական այստեղ ամենակարևոր հատվածը դա է։ Այո։ Թիմը իմանա ինքը ինչի համար է, ինքը ինչ դեր ունի, ինչպիսի ընկալում պիտի ձևավորի աշխատակիցների մոտ իր նկատմամբ եւ կարողանա հստակ քայլեր անել այդ ուղղությամբ, որովհետեւ մենք գործ ունենք այսօր աշխատակիցների ընկալման ճարտարապետության հետ։ Այո, շատ ճիշտ բան եք ասում։ Այո, ընկալման։ Որտեղ մենք մի բան կարող ասենք, ընկալվի լրիվ ուրիշ բան։ Մենք աշխատում ենք ընկալումների հետ, որովհետեւ ինչքան էլ որ մեզ թվա, որ մենք այսպիսին ենք, եթե մենք այդպիսին չենք ընկալվում, ապա առնվազն եւս մեկ անգամ պիտի մտածենք այդ հարցի շուրջ։ Հա, ինչի էսպես չենք ընկալվում։ Իսկ ինչ եք կարծում, արտադրության ոլորտի սպეციფიკան կարևոր է HR թիմի դերի առումով, այսինքն եթե օրինակ նույն թիմը, նույն հմտություններով, նույն որակավորումներով եւ նույն փորձով, եթե լիներ լրիվ ուրիշ ոլորտում, բանկային, ՏՏ, հանքարդյունաբերություն, չգիտեմ եւ այլն, ոչ արտադրության, արդյոք ինչ որ պարամետրեր կփոխվեին, ընդհանրապես ոլորտը կապ ունի։ HR դերի հետ երևի թե կապ չունի, Լուիզա, բայց մի այլ բանում կապ ունի, դժվարացնում է HR-ի գործը։ Դժվարացնում է, որովհետև այո, արտադրական ոլորտը երբ թե ամենաբազմաշերտ եւ ամենաբազմազան ոլորտներից է, արտադրությունը կարծես փոքրիկ պետություն լինի, որի մեջ հասարակության բոլոր շերտերը կան եւ մենք գործ ունենք այնքան բազմազան մարդկանց հետ, որ մենք ուղղակի պիտի այդքան բազմաշերտ լինենք, որպեսզի կարողանանք յուրաքանչյուրին համապատասխան վերաբերմունք ցույց տալ։ Ես մեր այսօրվա թողարկման համար մի փոքր մեր կոմպաս ուղղության կոնտեքստում, համատեքստում մի փոքր ուսումնասիրություն արեցի եւ կուզենամ մեր դիտորդների հետ կիսվել հենց արտադրության ոլորտի, ըստ Staffem-ի եւ առհասարակ աշխատաշուկայի տվյալներով եւ այս կոմպաս by Staffem ծառայության մասին է, արտադրության ոլորտը top 5 ամենաակտիվ ոլորտն է, այսինքն ամենաակտիվ հավաքագրման եւ այս տենդենսը պահպանվում է վերջին 2-3 տարվա ընթացքում։ Ամենաշատ պահանջված մասնագիտությունները արտադրության բնականաբար ոլորտի աշխատակիցների, վաճառք, սպասարկում եւ հաջորդը հաշվապահություն։ Իսկն հաշվապահների, ովքեր որ մեզ լսում են, նայում են, նաեւ հաշվապահների մեծ պահանջարկ կա եւ միջին աշխատավարձը հարկերը ներառյալ մոտ 370,000 է, այսինքն եթե մաքուր նայենք, մոտ 300,000-ի կարգին, քիչ է ստացվում ու ամեն տարի, երբ մենք աշխատաշուկայի ուսումնասիրություն ենք անում եւ ընթացքում ենք անում, այս թվերը աճում են, այսինքն եւ մարզերում են առաջանում նոր արտադրություններ եւ նաեւ եղած ընկերությունները մեծացնում են իրենց թիմերը եւ Աթենքն էլ ակտիվ գործատուն է արտադրության եւ ուրեմն ընդհանուր արտադրության ոլորտում այդ մի փոքր տենց մեր թվերից որ քանի որ այսօր արտադրության մասին խոսում ենք եւ այդ մասին ցանկացա ասել։ Էմա ջան, դուք երբ դուք ասեցիք, որ առաջին գործատուն եղել մասնագիտական առումով, իսկ ոնց ստացվեց, որ եկաք HR ոլորտ, ինչպես արեցիք այդ ընտրությունը, կորպորատիվ մշակույթը, այդ բավականին, այսինքն դուք փաստորեն ֆլագմանն եք, դուք եք տանում առաջ ընկերության այդ ներքին ընկալումը, ինչպես են ձեզ ընկալում, առհասարակ ընկերության ոնց որ ուղղությունը։ Մի փոքր կուզենամ տենց անձնական մասով ասեք, ինչպես եք HR եկել։ Չգիտեմ։ Իրական այնքան վաղուց է այդ որոշումը եղել ու շատ էվոլյուցիոն կերպով, որ ուղղակի ես չեմ հիշում այդ պահը, երբ եմ ես այդ որոշումը կայացրել, բայց ես շատ լավ հիշում եմ, այսինքն ինչ ինձ հիշում եմ, ես մտածում եմ, որ ես պետք է HR դառնամ։ Ուզել եք միշտ այդպես։ Միշտ։ Նույնիսկ հոգեբանության ընտրությունը, որ եղավ որպես մասնագիտություն, էլի հեռանկարում եկա HR-ներ, մագիստրոսական ծրագիրը արդեն եղավ կառավարչական եւ կազմակերպչական հոգեբանություն, էլի հենց նույն նպատակի համար, որպեսզի հետագայում HR լինեմ։ Նույնիսկ երբ որ ավարտեցի համալսարանը, մի քանի ամիս
տարբեր աշխատանքի առաջարկներ ունեի, բայց բոլորը մերժում էի հենց այն միտումով, որ չէ, ես հենց HR-ում պիտի աշխատեմ։ Okay, տենց որովհետև այդ հարցը շատ HR ղեկավարների եմ տվել, շատ տարբեր հետաքրքիր պատմություններ ունեն ու միշտ չի որ տենց նպատակակետ եղել է HR, իհարկե եղել են մարդիկ ձեզ նման, որ տենց շատ նպատակաուղղված գիտեն, որ այդ ոլորտում են։ Ես կներեք, մի բան էլ ավելացնեմ, համալսարանում դե բնականաբար HR դասընթաց ունեինք եւ երբ որ ես իմ թեզն էի գրում, դա 2015 թիվն էր Լուիզա, թեզս պաշտպանեցի գործատուի բրենդավորման թեմայով, այն ժամանակ երևի ոչ մեկս դեռ այստեղ չէինք լսել գործատուի բրենդավորման մասին, էդ էլ, սա էլ այն հարցի պատասխանն է, թե ինչու կորպորատիվ մշակույթ, սրա ակունքներն էլ արդեն այնտեղ են։ Հա, հետաքրքիր է, այդպես ոնց որ շղթայի ամեն դեպքում ու այդ շղթայի ամեն մի օղակը իրար հետ կապակցված է։ Իսկ եթե առաջնորդության մասին խոսենք, հա, առաջնորդության դուք սկսել եք 10 տարի առաջ, այսօր թիմի ղեկավար եք, ինչպես է ձեր առաջնորդության մոտեցումները փոխվել է, չի փոխվել, նոր սերունդի մասնագետների, ավելի երիտասարդ մասնագետների հետ աշխատելիս կլինի դա ձեր թիմում կամ ընդհանուր ընկերությունում, ոնց է մոտեցումները տարբեր, մի փոքր առաջնորդությունից խոսենք։ Խոսենք, իմ սիրելի թեման է իրականում։ Բնականաբար փոխվել է, բնականաբար էվոլյուցիա է ապրել, բայց եթե ամենաակնառու փոփոխությունից խոսեմ, ապա դա երևի ավելի ազնվությունն է թիմիս նկատմամբ, որը կա հիմա եւ որը չկար այն ժամանակ, երբ որ ես նոր էի կառավարում, որովհետեւ ինչ որ ստեղծված ընկալում կա, որ ղեկավարը միշտ գիտի բոլոր հարցերի պատասխանները։ Դե բնականաբար ես էլ երիտասարդ էի, մտածում էի, որ այո, ես այդ կերպարին պիտի համապատասխանեմ, բայց երբ որ եկավ մի պահ, որ ես հասկացա, ես ոչ միշտ եմ բոլոր հարցերի պատասխանները տեսնում, եւ նաեւ ինքնաճանաչման առումով ես մի հատ նայեցի իմ ներսը ու հասկացա, լավ, եթե ես չգիտեմ այս հարցի պատասխանը, ես ինչու եմ փորձում ինչ որ տեղից մոգոնել, վերել պատասխանել։ Եվ բեկումն այն եղավ եմ, բայ, որ ես ասացի չգիտեմ, հա, ինչ որ հարց ինձ տրվեց, ես ասացի չգիտեմ։ Պատասխանը չգիտեմ, բայց ես գիտեմ ալգորիթմը, թե ինչպես կարելի է իմանալ։ Այս տրանսֆորմացիան է նշանակալին։ Եվ ասացիք, որ ինքնաճանաչող ու ասացիք, որ այդ թեման շատ եք սիրում, ես կուզենամ կիսվել մեզ դիտողների լսողների հետ, որ հունիսի 6-ին IDEX փորձառությունը տեղի ունեցավ եւ Athens ընկերությունը մեր նախորդ IDEX-ներին, սա արդեն թվով 4-րդն էր, մեր նախորդ IDEX-ներին իր թիմակիցներին փաստացի բոլոր IDEX-ին մենք Athens-ից մասնակիցներ ենք ունեցել, իսկ արդեն 4-րդին, որի ընթացքում խոսեցինք high performance, այսինքն բարձր արդյունավետության առաջնորդության մասին, Athens-ը մեր գործընկերներ եւ էլի ձեր թիմից մասնակցեցին եւ սա միայն խոսքերով չի փաստորեն իմաջան, որ առաջնորդությունը շատ կարևորում եք նաեւ գործով։ Եվ այս ազնվություն հա նշեցիք, կուզենամ մի փոքր ավելի մանրամասնեք։ Հիմա պատկերացրեք, մեզ դիտում են երիտասարդ ղեկավարներ, որոնք նոր են սկսում թիմեր կառավարել, գուցե ձեր նման, ես էլ եմ այդպես եղել, հա, մենք մտածում էինք, որ ամեն ինչ գիտենք, վայ ոնց կլինի ինչ որ բան չիմանանք, ու այդ կարևոր է, որ լինել բաց ու ինչ որտեղ եթե սխալվում ես, ընդունել սխալները։ Այ ձեզ համար ազնվությունը ինչ մասով եք ասում ազնվություն, մանրամասնեք։ Ազնվությունը իրականում շատ բարդ գաղափար է ինձ համար։ Ազնվություն ասելով ես առաջին հերթին նկատի ունեմ ինքս ինձ ճշմարտությունն ասելը, ինքս ինձ չխաբելը, այսինքն նա նույնիսկ եթե ինչ որ մի պահի, ինչ որ մի բան ես մի քիչ այլ կերպ եմ ներկայացնում, քան կա, ես ինքս այդ պահին գիտակցեմ դա։ Ինքնագիտակցությամբ հասկանամ, որ ինչ եմ ես անում։ Ես օրինակ ես իմ փորձով կարճ կիսվեմ, այս տարվա սկզբին կարդում էի Dare to Lead Brené Brown-ի, ու այնտեղ այսպիսի բան կար, որ շատ գաղափար կար, որ շատ ֆիքսվեց ինձ մոտ, որ clarity is kindness, պարզությունը, այստեղ այդքան պարզություն չի, եթե բառացի թարգմանենք, այլ ազնվությունը, բարություն է։ Ու դրա գաղափարը նրանում էր, որ եթե դու
ուզում ես լինել բարի մարդ եւ մարդկանց նկատմամբ լավ ես ուզում իրենց վերաբերվել, ազնվությունը հենց դրա ամենալավ դրսևորումն է։ Իսկ եթե դու միշտ չի որ ասում ես այն ինչ կա, կամ տենց բան ես անում, սենց մի քիչ կոծկում ես, ավելի վառ գույներով ես ներկայացնում, քան կա, կամ հենց շատ ուղիղ հետադարձ կապ չես տալիս, այդ քեզ լավ մարդ չի դարձնում, հակառակը։ Ու այդ տենց իմ մեջ նենց տպավորվեց ու հիմա որ ասեցիք ազնվություն, ես այդ հիշեցի, որ clarity is kindness, այստեղ երևի ավելի շատ ազնվությունը բարություն է։ HR-ի դիլեման, որն է, Էման ջան, ամենամեծ, հա, միշտ HR թիմերը, սենց չասեմ երկու քարի արանքում, բայց ասեմ երկու կարևոր առաջնահերթությունների բալանսն են միշտ պահում։ Այդ առաջնահերթությունից մեկը շարունակել լինել մարդակենտրոն, հա, մարդկանց թիմակիցներին, աշխատակիցներին լսել, իրենց խնդիրներով զբաղվել եւ կարիքները հասկանալ, բայց մյուս կողմից բիզնեսի առաջնահերթություններն են եւ մենք բոլորս էլ գիտենք, որ ինչքան էլ ամեն ինչ ճիշտ եւ օպտիմիզացված կառուցենք, միևնույն է այդ երկուսը ժամանակ առ ժամանակ շահերի բախում են ունենում։ Այ ձեր կարծիքով HR-ի դիլեման ամենամեծ որն է։ Իրական ճիշտ եք նշում, ամենամեծ դիլեման երևի թե գործատու եւ աշխատակից ճիշտ բալանսը պահելն է, բայց երևի թե բոլոր դիլեմաների շքեղությունը կայանում է նրանում, որ իրականում դիլեմաներ չկան։ Okay. Եվ դրանք երկարաժամկետում նույն բանի մասին են։ Այսինքն մարդակենտրոն մոտեցումը բիզնեսի համար ներդրում է եւ ռազմավարություն։ Այսինքն բիզնեսի շահն է լինել մարդակենտրոն։ Okay. Հիմա ես հիշեցի երրորդ IDEX-ի մեր քննարկումը, ես ֆասիլիտատոր էի, դուք մասնակցում էիք, ու այդ հարցներ, հա, երևի էթիկայի հարցներ, այդ տենց հիմա չեմ հիշի ինչ թեմա էր, բայց ես հիշում եմ, որ այսպիսի բան կար, օրինակ, ինչու են ընկերությունները կրճատում իրենց թիմակիցներին, դա այդքան էլ մարդակենտրոն չի, բայց եթե չկրճատեն թիմակիցներին, բիզնեսը, ամբողջ բիզնեսը կարա խնդիրներ ունենա։ Այ երևի ավելի շատ այդ դիլեմաների մասն, ձեր կարծիքով որպես կորպորատիվ մշակույթի կառավարման մասնագետ, ղեկավար, հա, բավականին փորձ ունեցող, այդ դեպքում ինչ պետք է անեն ընկերությունները, որն է ճիշտ մոտեցումը։ Այդ հարցին պատասխանելու համար առաջարկում եմ մի հատ հասկանալ, թե ինչ նկատի ունենք մարդակենտրոն մոտեցում ասելով, հա, եթե էմպաթիան օրինակ նկատի ունենք, եկեք հասկանանք ինչ է էմպաթիան։ Էմպաթիան բնականաբար չի նշանակում, չէ, բոլորին սիրաշահել, բոլորի համար լինել լավը, որովհետև մարդ, որին բոլորը սիրում են, մի տեսակ արդեն ինչ որ կասկած առաջացնում էլի այդ մարդը։ Այսինքն մարդակենտրոն ասելով մենք նկատի չունենք յուրաքանչյուր զգացողությունը հաշվի առնել, որովհետև այստեղ մեծ մանիպուլյացիայի ռիսկ կա։ Մարդակենտրոն ասելով մենք նկատի ունենք մարդկությունը, ոչ թե մի մարդու, այլ մարդու որպես արժեք։ Այո։ Հասարակություն, մարդկություն, SS առումով մարդակենտրոն։ Այս դեպքում, հա, երբ որ դժվար որոշում պետք է կայացնի ընկերությունը, ինչով պետք է առաջնորդվի։ Ինչ արժեքներով գուցե կամ չգիտեմ, ինչը պետք է լինի իր տենց այն հյուսիսային աստղը, որին որ պետք է հետևի եւ այդ կլինի ճիշտ ընտրություն։ Համընդհանուր շահով եւ այո արժեքներով, որովհետեւ արժեքներն են այն առանցքը, որի շուրջ պետք է ամեն ինչ ձևավորվի ու մենք միշտ ասում ենք կայունություն, եթե կհիշեք, էլի մենք նախորդ IDEX-ին այս թեմայով էլ զրույց ունեցանք, Լյուիզա, կայունություն ասելով խոսքը ոչ թե ռիգիդության մասին է, այսինքն չճկվելու, այլ հակառակ ունենալու այնքան ամուր առանցք, որ կարողանաս հանգիստ ճկվել, բայց չկոտրվել։ Սրա մասին է խոսքը։ Այո, մարդակենտրոն մոտեցումը առաջին հերթին կայունության, այդ արժեքներին հավատարիմ լինելու մասին է։ Երբ որ դու կարողանում ես նույնիսկ բարդ որոշումները կայացնել մարդակենտրոն մոտեցմամբ։
Տեխնոլոգիական զարգացումը AI-ի այսօրվա հնարավորությունները շատ մեծ են թվայնացնելու փաստացի ամեն ինչ։ HR-ի որ ֆունկցիան կլինի թվայնացնել եւ արդյոք հնարավոր է կորպորատիվ մշակույթը ինչ որ ձևով չափել տվյալների կամ թվային տարբերակով, հա, ինչ որ մի հատ թիվ ասվի, ասենք օրինակ արդյունավետությունը հնարավոր է չափել, ասենք OGG օգտակար գործողության գործակից ինչ որ տոկոս այդ պատկերացնում ենք, որ մոտավորապես ինչ մակարդակում է մեր կամ ինչ որ սարքի կամ ինչ որ մարդու մի խոսքով արդյունավետությունը կորպորատիվ մշակույթը ոնց է չափվում ընդհանրապես AI-ը HR-ում այդ շատ բան թեմա է հիմա կուզենամ դրա մասին էլ մի փոքր խոսենք իրականում հիմա շատ ավելի շատ բան է չափելի քան առաջ բայց հիմա նաև շատ են թակարդները քան առաջ հա ճիշտ է չափից շատ որ չչափես այո երբ որ մենք փորձում ենք ամեն ինչ չափել նախ երբեք վստահ չես արդյոք ամեն ինչ չափեցիր թե ոչ թե կա էլի ինչ որ մի հատ գործոն որը էական նշանակություն կունենար արդյունքի վրա եւ դու դա հաշվի ես առել թե չէ այո արդեն սխալի ռիսկը մեծ է կորպորատիվ մշակույթը իհարկե նաև կորպորատիվ մշակույթը կարելի է չափել մենք այսօր ունենք ցուցանիշներ որոնք են ենթադրենք employee experience score իր մեջ ներառում է satisfaction ցուցանիշ engagement ցուցանիշ եւ այդ աշխատակիցներն են մասնակցում ինչ որ հարցման տեսքով է իրենց գոհունակությունը եւ ներգրավվածությունը երեք հիմնական մեթոդաբանությամբ է դա վալիդացվում մեկը այո տարեկան հարցումներն են մյուսը stay ինտերվյուներն են եւ մյուսը ելքի հարցազրույցներն են exit ինտերվյուները այսինքն employee experience score engagement score նաև շատ կարևոր ցուցանիշ է մեզ համար EMPS-ը, այսինքն թե որքանով է մեր աշխատակիցը խորհուրդ տալիս իր ընկերներին աշխատել աթենքում։ Բայց ելի եմ ասում, այդ մասը շատ իրականում կարևոր է ինձ համար, թեմայի շուրջ երկար մտածել եմ։ Մի քիչ վախենալու է այդ անընդհատ գնալ ամեն ինչ չափելու ճանապարհով եւ որ ասում ենք data driven decision այդ data driven-ը մենակով պիտի չլինի, պետք է դա զուգակցվի առաջնորդի դիտման հետ, observation-ի հետ։ Այսինքն, եթե դու ուղակի վերցնում ես տվյալ եւ առաջնորդվում ես այդ տվյալով, մեկ էլ մի օր տեսնում ես, որ լավ տվյալները ցենց են ասում, բայց դու քո մասնագիտական ինտուիցիայով տեսնում ես, որ մի բան այն չի էլի։ Սրա մասին է խոսքը, այսինքն եթե ամեն ինչ լինի data driven, ապա ուր մնաց մեր մասնագիտական ողնաշարը, այո։ Երևի ամենաճիշտը դրանք իրար հետ համադրելն է։ Data-ն պետք է լինի օգնող, աջակցող ինչ որ գործիք, բայց պիտի միայն դրա վրա չհիմնվեն որոշումները ըստ իս։ Այսպիսի հարց AI-ի հետ կապված, հա, եթե պատկերացրեք AI-ը այնքան զարգացած լինի կամ զարգանա, որ կարողանա մի հատ լուրջ խնդիր լուծել HR-ում։ Եվ կարող ենք դիտարկել արտադրության ոլորտը կամ ընդհանրապես HR-ը կամ ձեր թիմում։ Ինչ խնդիր կուզենաք որ լուծես։ Դուք պատկերացրեք տենց կախարդական փայտիկ HR-ը, ու ինքը ես այդ անցյալ տարի Լոնդոնում business breakfast-ը կազմակերպել բիզնես նախաճաշ, շրջանակ եմ հարցրել, դուք ասեմ այնտեղ ինչ են պատասխանել։ Կախարդական փայտիկ AI, ինչ կուզեի անել։ Ինչ որ խնդիրը կուզենայիք լուծեր։ Հաստատղտավորման մասը հաստատ կուզեի որ լուծեր 100%-ով։ Դուք ոչ մի բան ենք, այո։ Այդ միանշանակ։ Մյուս հատվածը երեթե կլիներ սոթկի recruitment-ը երևի Լուիզա։ Էլի որ չզբաղվեք ոչ կամ էլ տվյալների հավաքագրումը, երևի տվյալների հավաքագրումը ավելի շատ վերլուծությունը, դեշբորդերի ստեղծելը։ Okay. Հիմա ես ասեմ տարբեր մեծ անգլիական ընկերությունների եւ նաեւ այլ եվրոպական երկրների ինչ են պատասխանել այս հարցի, հա։ Առաջինը կուզենան, որ հոսունությունը կանգնացնի AI-ի շնորհիվ հնարավորություններ ունի, կախարդական փայտիկա ինքը, այսինքն հոսունություն այն առումով, որ իմանան HR թիմը նախորոք իմանա, եթե աշխատակիցը դժգոհ եւ հեսա դուրս կգա։ Ոչ թե post factum, այլ միջև այդ։ Երկրորդը, որ հնարավորինս անաչառ անի performance management-ը, այսինքն ընթացիկ գնահատականները, որովհետեւ բոլորս գիտենք, որ ամեն դեպքում թիմի ղեկավարի
անաչառությունը պահելը, օբյեկտիվությունը պահելը բավականին դժվար է։ Մյուս հարցը, որ այդ կախարդական փայտիկը կուզենար լուծել, դա հասկանալ շուկայում այն пассив տեխնացուների միտքը, այսպես ասած, իրենք միտքը փոխել են, կարող է բաց լինեն նոր հնարավորության եւ ավտոմատ այդ մարդկանց մի խոսքով շատ հետաքրքիր է ու էլի իմ սիրած հարցերից է, ինչի եմ այդ հարցը սիրում տալ, որովհետեւ հիմա sense այդ AI-ի շուրջ բանը շատ մեծ է, հա, AI-ը անում են անում ինձ մեր վերջին breakfast-ին նախաճաշին մեր մասնակիցներից մեկը տենց շատ ուղիղ բաց կանգնեց ասեց ձեր կարծիքով HR-ը լինելու է մի քանի ամսից տարուց մի խոսքով իհարկե լինելու ու ամբողջ սրահը HR-ներ էին ու ասի իհարկե լինելու է HR-ը միշտ լինելու է այստեղ հարցն է թե HR-ը ինչ նոր գործիք է կազմա ունենալու դրա համար այսօր ես առիթը օգտագործեցի Էմա ջան այդ հարցը ձեզ տվեցի մի խոսքով դուք կուզենայիք որ փաստաթղթաշրջանառությունը ամբողջությամբ performance management-ն էլ իրականում դուրս եկավ էդ էլ կուզենայի եթե կարող եմ փոխառություններ վերցնել Վերադառնանք կորպորատիվ մշակույթին եւ հասկանանք ինչպես է տարբեր մեծ իրադարձություններ, հա ինչպիսիք են համաճարակ, պատերազմ, էլի պատերազմ եւ անընդհատ ոնց որ փոփոխվող ռեգիոն եւ աշխարհ ազդում մարդկանց արդյունավետության վրա եւ արդյոք սա կորպորատիվ մշակույթի բաժնի թիմի գործն է մարդկանց միշտ փորձել այդ ամբողջը նախ հաշվի առնել որ մարդիկ անցնում են բարդ հոգեբանական իրավիճակի կամ ոնց որ ճանապարհով այդ ձեր գործառույթն է թե չէ ու ինչպիսի համակարգեր եք ստեղծել Էմա ջան, որ կարողանաք այդ ամբողջը կառավարեք եւ մարդկանց օգնեք։ Դե մենք արդեն անցանք, չէ, մեկ անգամ այդպիսի ճգնաժամի խոշոր ճգնաժամի միջով իրականում այս մասով կուզենայի ասել Լույզա, որ ճգնաժամերը չասեմ օգնում են, բայց դաշտ են ստեղծում, որպեսզի դրսևորվի այն վստահության մթնոլորտը, այն մշակույթը, որը մինչ այդ պահը դու կարողացել ես ստեղծել։ Եթե չես արել, ապա ճգնաժամը շատ հեշտ կմտնի եւ ներսից ամեն ինչ կքանդի։ Իսկ եթե կարողացել ես մինչ այդ պահը ստեղծել, կառավարել այն մշակույթը, որը ուզում ես որ լինի քո ընկերությունում, ապա ճգնաժամը այդքան մեծ ռիսկ չի քեզ համար։ Մենք սա ենք արել, ես կուզենայի փաստել եւ հպարտությամբ նշել, որ այդ դժվարին ժամանակաշրջանում մեր երկրի համար մեր ընկերությունը շարունակեց մնալ կայուն։ Մենք չկրճատեցինք եւ ոչ մի աշխատատեղ, ոչ մի աշխատավարձի ուշացում չունեցանք, շարունակեցինք արտադրել եւ վաճառել գրեթե նույն տեմպով, ինչ որ դրանից առաջ Սա ապացույցներ նրա, որ մենք կարողացել ենք մինչ այդ ստեղծել այդ վստահության մթնոլորտը, որ ճգնաժամի ընթացքում մարդիկ համախմբվեն, մարդիկ միավորվեն ու իրենց սիներգիայով այնպիսի արդյունք տան, որ շշմելու էր պարզապես։ Եթե ինչ որ սենյակ մտնեք, որտեղ տարբեր մարդիկ են նստած, աթենքցիների ոնց կկարողանաք շուտ բանանել, տեսնել ովքեր են, առանց ճանաչելու բնականաբար։ Իրանք ինչով կառանձնանան, Էմա ջան։ Կառանձնանան ինչ որ բանով։ Գործ կանեն, բարակ նստած չեն լինի։ Հետաքրքիր է։ HR-ի մասին եթե խոսենք, եւ հիմա կուզեմ խոսենք երիտասարդ մասնագետների մասին, որոնք որ հետաքրքրված են HR-ով, իրենց տեսնում են HR-ով, կոնկրետ կորպորատիվ մշակույթի պատասխանատու որպես, հա, այդ ուղղության ղեկավար Ինչ խորհուրդ կտաք իրենց ընտրեն այս ուղղությունը եթե եւ ընդհանուր առմամբ հայ HR-ում իրենց առաջին քայլերը անող երիտասարդներին ինչ խորհուրդ կտաք Էմա ջան։ Մի հատ երևույթ կա, որի դեմ անընդհատ ես փորձում եմ պայքարել։ Ասում են ես ուզում եմ HR դառնամ, որովհետեւ ես մարդկանց շատ եմ սիրում։ Շատ լավ է, որ մարդկանց շատ են սիրում, բայց միայն դա իհարկե բավարար չի եւ էլի հղում պիտի անեմ մեր նախորդ քննարկմանը, որ ամեն մի մարդու սիրելու մասին չի խոսքը, այլ դու պիտի մարդկությունը սիրես, մարդ գաղափարը սիրես։ Եթե ունեք համակարգային մտածողություն, ապա HR-ը ձեր դաշտն է, եթե ունեք ինստիտուցիոնալ մտածողություն, ապա HR-ը ձեր դաշտն է։ Եթե մարդկանց չեք սիրում միանշանակ HR-ը ձեր դաշտը չի, այնուամենայնիվ։ Այդ անպայմանն է։ Այո։ Կարևոր պայման է։
Իսկ կորպորատիվ մշակույթի մասով ինչով է եթե օրինակ առանձնացնենք, հա, կորպորատիվ մշակույթը հավաքագրման թիմից կամ content ban-ից, հա, աշխատավարձեր եւ այլն, այսինքն այդ ուղղությունից կամ performance management-ից կամ training and development-ից։ Այստեղ իրականում շատ կարևոր դեր ունի հոգեբանությունը, հոգեբանական գիտելիքները, որովհետեւ մենք այստեղ այն սիմվոլիկան, որը կա, որը մեզ հաճախ թվում է թե կորպորատիվ մշակույթը սա է, հա, օրինակ բրենդավորված բաժակը, այն տրեյնինգները կամ թիմ բիլդինգները, որ ընկերությունը անում է, սա միայն այն սիմվոլիկայի մասն է, բայց սիմվոլիկայի հատված այսբերգի միայն վերևի կտորն է, երբ որ մենք իջնում ենք խորը, մենք հասնում ենք հիմքին, որտեղ բազային համոզմունքներն են։ Այ պետք է կարողանալ այս բազային համոզմունքները բացահայտել։ Այ որ բազային համոզմունքն է, որ գալիս է վերևում, դառնում է այս այսբերգի երևացող մասը։ Իսկ դրա համար իրականում շատ հոգեբանություն է պետք է հասկանալ մարդու էությունը եւ նաեւ մի շատ կարեւոր բան, որ ինձ համար մեծ նշանակություն ունի, դա ինքնաճանաչումն ու անձնային աճն է։ Մարդ, ով ուզում է լինել կորպորատիվ մշակույթի կառավարման ոլորտում, առաջին հերթին պիտի կարողանա ինքնակառավարմամբ զբաղվել եւ աչքի ընկնել։ Ինքը իրեն ճանաչի, հասկանա ով է, ինչ արժեքներ ունի, ինչն է իրան դրդում, առաջ մղում, ինչ է ուզում առհասարակես կյանքից եւ ինչ է ուզում իր աշխատանքից մասնավորապես եւ նաեւ անձնային աճն է իհարկե այստեղ շատ կարեւոր, որպեսզի ոչ թե սա դառնա դաշտ, որ հա քո տրավմաները կամ կոմպլեքսները իրացնես կամ հարթես, այլ հակառակը դու լինես այն մարդը, ում շնորհիվ կկառուցվեն համակարգեր եւ ինստիտուտներ, որոնք կբարելավեն շատ մարդկանց կյանքեր։ Շատ լավ եմ ջան, շնորհակալ եմ շատ։ Եվ եթե իմ վերջին հարցը, եթե մենք հանդիպենք 1 կամ 2 տարուց Աթենք ընկերության ձեր մասնագիտական նաև ոլորտում, ինչ հաջողություններ կուզենայիք գրանցած լինեիք, որ դրա մասին խոսեինք մեր ոդքասթին։ Վերջերս շատ լավ միտք եք տվել, Լուիզա, ես դա ֆիքսել եմ։ Մի անգամ ասացիք պետք է գիրք գրեք կորպորատիվ մշակույթի մասին, այ կուզենայի այդ գիրքը գրած լինեինք արդեն։ Շատ լավ։ Դե հուսամ, որ այդպիսի առիթ կունենաք։ Ես ասեմ, որ շատ կարևոր մենք Աթենքի հետ համագործակցությունը եւ գիտեմ, որ բավականին լուրջ աշխատանքներ եք տանում եւ տարածաշրջանում ամենամեծ արտադրությունը հա գործարանն է կառուցվել։ Հուսամ շտով առիթ կունենանք ֆիզիկապես գալ եւ տեսնել եւ կուզենամ, որ հա իսկապես հաջորդ հանդիպմանը այդ գրքով լինեք եւ այնտեղ պատմեք թե Աթենքի մշակույթ իսկապես ինչով է տարբերվում։ Ես ասեմ, որ ոչ թե միայն ձեզ հետ շփման մեջ, այլ այդեքսների ընթացքում շփվել եմ նաև Աթենքի թիմակիցների հետ եւ ձեզ հենց այդ հարցը չտվեցի, որովհետեւ 2-3 շփումից հետո գուցե ես էլ ինչ-որ մասով կարողանայի տարբերեի ու ինձ համար կորպորատիվ մշակույթ ունեցող, լավ կորպորատիվ մշակույթ ունեցող ընկերությունը դրանով է տարբերվում, երբ իր աշխատակիցները, եթե ինչ-որ տեղ լինեն, իրանք ընդհանուրի մեջ չեն ձուլվում, այլ հստակ կարող ես ասել եւ դա եւ լավ եւ վատ բան է նշանակում, այսինքն միշտ չի որ բոլոր ընկերությունները լավ կորպորատիվ մշակույթ ունեն, դրա համար ապրեք շատ այդ աշխատանքի համար եւ շնորհակալ եմ այսօրվա էպիզոդի համար, Էմմա ջան։ Ձեզ եմ շնորհակալ, Լուիզա ջան, շատ Ձեզ լավ օր։ Իսկ մենք կհանդիպենք մեր հաջորդ էպիզոդին, եթե հավանում եք այն բովանդակությունը, որը ստեղծում եք, մեզ դրանով քաջալերեք, գիտեք ինչով, սեղմեք բաժանորդագրվել կոճակին եւ անպայման զանգակին։ Երբ դուք բաժանորդագրվում եք, մենք գիտենք, որ այն բովանդակությունը, որը ստեղծում ենք, դուք հավանում եք, ձեզ դուր է գալիս։ Իսկ եթե չեք բաժանորդագրվում եւ զանգակին չեք սեղմում, սրտիկին էլ հետը, դե մենք էլ մտածում ենք, որ երևի հետաքրքիր չի։ Ու եթե իսկապես ուզում եք մեզ խրախուսել, անպայման արեք այն, ինչ ձեզ խնդրեցի։ Ձեզ լավ օր։